Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Տիկին Թանդիլյան, նախ ձեր առողջական վիճակի մասին այսօր 7-րդ օրն է, ինչ դուք հացադուլ եք իրականացնում, ինչպես եք ձեզ զգում։ Ավելի լավ, նախորդ օրերին բժշկական օգնություն ստացա ցուցանիշներս բարելավելու, ճնշումս էր ցածր եւ ջերազրկվել էի, ջուր ստացա, փոքր ավելի լավ, դե ամեն օրը մի քիչ իր ազդեցությունն է թողնում, իմ կազմվածքի հետ կապված նաեւ դժվարություններ կան, բայց չէ, ավելի լավ եմ այսօր։ Շնորհակալ եմ։ Այս ընթացքում ձեզ քաղաքական, հասարակական գործիչներ, հոգևորականներ այցելել են, գոհ եք այդ այցելություններից առավել։ Ճիշտ ասած, տարբեր մարդիկ են այցելում, այդ թվում նաև այդ շրջանակներից, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ այս հացադուլը ինձ այցելելու մասին չէ։ Սա հացադուլ խնդրանք է Ռուբեն Վարդանյանին իր հացադուլը դադարեցնելու, հասկանալով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում այդ հացադուլի հետևանքով եւ հետեւաբար ես շատ շնորհակալ կլինեմ, եթե բոլոր քաղաքական, հասարակական, հանրային գործիչները նույն խնդրանքով հրապարակային դիմեն Ռուբեն Վարդանյանին, որ նա իմանա, որ բոլորն են մտահոգ իր առողջությամբ, որովհետեւ նա պիտի իմանա ու զգա, որ հայ ժողովուրդը գնահատում է իրեն որպես մեր ժամանակների թերևս լավագույն հայորդիներից մեկը, եթե չասեմ լավագույնը։ Եվ այս առումով ես ուզում եմ, որ մարդիկ իսկապես հասկանան, ինչ հայորդի է Բաքվի բանտում այսօր ամեն օր իր առողջությունը զոհաբերում Բաքվի բանդի դատավարության գործընթացներին, ապօրինի գործընթացներին եւ մեր անգործության հետևանքով ցավոք սրտի նա այնտեղ ստիպված է դիմել միջոցների եւ մեր խնդրանքը իրեն պիտի ցույց տա, որ մենք սպասում ենք իրեն Հայաստան։ Թանդիլյան, ինչու պահանջ չի ուղղվում հենց հացադուլի պահանջներից մեկն էլ, ինչու չի ուղղվում իշխանություններին որևէ քայլ ձեռք առնել, որտեղ տպավորությունն է, որ Հայաստանի իշխանություններն ամբողջովին ձեռքերը լվացել են։ Եթե հացադուլ անեի այս իշխանությունների հետ որևէ բան խոսելու, թերևս ասեի կլինի չվնասեք այդ մարդկանց, ովքեր գտնվում են Բաքվի բանտում, այլ պահանջ նրանցից ունենալ ուղղակի միամտություն է։ Ես ցավով եմ սա ասում, որովհետև մեր պետությունը վերջապես իրենք են ներկայացնում այսօրվա դրությամբ, ու դա մարդիկ են, ում խոսքերը, հրապարակային խոսքերը վնասում են Բաքվի բանտում գտնվող մեր գերիներին։ Սա ամոթ է, եւ ես ուղղակի նրանց ասելիք չունեմ, եթե այդքան ոչ խելք ունեն, ոչ հասկացողություն, որ իրենց խոսքերը հրապարակային վնասում են, էլ ինչ պատկերացնեմ, թե իրենք ինչ-որ միտեղ մի բան պիտի անեն։ Դուք նկատել եք, որ Ջարեդ Գենսերը այս օրերին սկսել ընդհանրապես վերջերս հրապարակային ասել, թե ինչ պետք է արվի, որովհետև մեր իշխանությունները համարձակություն ունեն ստելու մեր հանրությանը, ասելով, թե իրենք ջանք են գործադրում, որը չի երևում։ Հիմա, երբ որ հրապարակային մենք նաև տեսնում ենք, որ այն տարրական ջանքերը, որոնք պիտի գործադրվեին եւ որոնք առնվազն այդ մարդիկ տեղեկացված կլինեին, սա փաստ է ու ապացույց, որ ոչինչ չի արվում, եթե չասեմ նպաստվում է, որ այդ մարդիկ ավելի երկար պահվեն Բաքվի բանտերում ու չվերադառնան։ Հետևաբար այս իշխանություններից մի պահանջ կարող է լինել հեռանալ վերջապես իրենց այս անկարողությունը, անմեղսունակությունը իրենց հետ հավաքել տանելով։ Ալեն Սիմոնյանն Թանդիլյան, որ եթե աշխատանք չենք տանում նախկինում այդքան գերիներ ոնց վերադարձվեցին Հայաստան, այսինքն ասում են մենք դիվանագիտական խողովակներով տանում ենք աշխատանքը, բայց չենք բարձրացնում, այսպես են հակադարձում, մեջ բերելով այն, որ նախկինում գերիներ են վերադարձել։ Վստահ եք, որ նրանց աշխատանքի շնորհիվ է դա։ Իրենք ամենայն դեպս այդպես են Նրանք այդպես միշտ կարող են պնդել, նրանք կարող են իրենց միշտ վերագրել բաներ լավերը, իսկ վատերը գցել նախկինների, եղանակի վրա, հարևանի վրա, չգիտեմ, շան վրա ինչ-որ մի հատ, որը հաչած փողոցում, նրանք այդ մարդիկ են։ Նրանց մանիպուլյացիան եւ ստախոսությունը կարմիր գիծ չունի, սահման չունի։ Ես վստահ չեմ, որ իրենց ջանք են թափել ու այդ ջանքի շնորհիվ է։ Տարբեր այլ միջոցներ կան եւ հիմա մենք աշխատում ենք այդ տարբեր այլ միջոցների ուղղությամբ, որ կարողանանք մեր գերիներին վերադարձնել։ Եվ ահա արդեն 7 տարի, 7 գերի
դատապարտված են, չէ, դատը ավարտվել է եւ նստած են։ Նրանց կարողանում են վերադարձնել կամ արտահանձնել այլ երկիր, որ այնտեղ նստեն։ Ոչինչ չեն կարողանում։ Եթե մի օր մի աշխարհական դերակատար այդ գործով զբաղվի, միգուցե ինչ որ բան ստացվի։ Այնպես որ ինձ մի ասեք, թե դա իրենց ջանքերի շնորհիվ էր։